Եկեք փորձենք հասկանալ Իրանի Իսլամական Հանրապետության գործողությունների տրամաբանությունը, պատասխան գործողությունների, որովհետև մենք տեսնում ենք, որ թիրախավորում են նորից Պարսից ծոցի երկրներում տեղակայված Միացյալ Նահանգների ռազմաբազաները եւ արդեն իսրայելական կողմն է նշում, որ իրենք եւս պատրաստ են միանալ գործողություններին, եթե դրա կարիքը առաջանա, մասնապես դրա մասին հայտարարել էր Պաշտպանության նախարար Իսրայել Կացը, իսկ Բիբի Նեթանյահուն հայտարարել էր, որ պատերազմը ավարտված չէ։ Գիտեք, այստեղ Իրան մի խոցելի տեղ ունի, որտեղ Իսրայելը ԱՄՆ-ի հետ համատեղ կարող է լոկալ առումով ցամաքային օպերացիա անել։ Օրմուզի նեղուցի մոտ Իրանի ափերում կա մի կղզի, որտեղ Իրանի նավթի հիմնական վերամշակումն է եւ տանկերները, որոնք գալիս են, որ իրանական նավթը վերցնեն, այդ կղզու մոտ է գալիս։ Ես չեմ բացառում, որ ԱՄՆ ցամաքային օպերացիանի այդ կղզին գրավելու։ Կղզին ինքը Իրանը չի, տարածք չի, բայց դեռ հարց է այդ կղզին կարողանան գրավել կամ եթե գրավեն որքան զոհերով, իսկ զոհերի թիվը այստեղ շատ կարևոր է ում համար։ ԱՄՆ-ի նախագահի իշխանության մնալու համար։ Ես միշտ այդ օրինակը բերում եմ, որ ամերիկյան բանակը Վիետնամում ռազմի դաշտում երբեք պարտություն չկրեց, բայց պատերազմ պարտվեց։ Քաղաքական առումով այո պարտվեց։ Քարոզչական քաղաքական առումով պարտվեց։ Ես չեմ բացառում, որ տեսականորեն եթե այդ կղզու վրա ցամաքային օպերացիա լինի, իսկ որի հավանականությունը իրոք կա, ապա զոհերի թիվը կարող է բերել նոյեմբերին, օրինակ ԱՄՆ-ում կոնգրեսի միջանկյալ ընտրություններն են։ Այդ ընտրությունների ժամանակ նախ հանրապետական կուսակցության պարտությանը, որ նշանակում է, որ դեմոկրատները սկզբունքորեն կարող են արդեն իսկ դյուրին կերպով սկսել ոչ ավել ոչ պակաս իմպիչմենտի գործընթաց Տրամփի հանդեպ։ Այսինքն այդ կղզին Տրամփի համար կարող է իշխանություն արժանալ։ Իրականում մենք տեսնում ենք, որ բավականին բարդ խնդրի առջև է կանգնել նախագահ Թրամփը, որովհետև նա իր այս գործողությունների համատեքստում չկարողացավ հասնել իր առջև դրված նպատակներին։ Նա ունի դեմքը փրկելու խնդիր, այսինքն որոշակի արդյունք գրանցելու խնդիր, եւ թերևս հենց դա է իրեն մղում շարունակել այդ ամենը, ինչ որ նախաձեռնել էր, եւ մյուս կողմից, ինչպես դուք նշեցիք, գործողությունների շարունակականությունը կարող է ավելի վատացնել իր վիճակը կամ դիրքերը ներքաղաքական առումով։ Իմ կարծիքով նոյեմբերի նախաշեմին Տրամփը պիտի մի խիստ առարկական հաղթանակ ունենա, որը պետք է լինի քարոզչական առումով հանրապետականների հաղթանակը եւ ապահովի այդ միջանկյալ ընտրություններում։ Չկա այդ առարկական հաղթանակը։ Այնքան արդյունք, որ ԱՄՆ պետության համար դա վճռորոշ լինի։ Կարող է օրինակ ինքը ներկայացնել, որ իր աշխատանքի արդյունքում եվրոպական երկրները հասանում են հիմնական պատվիրատուն ԱՄՆ-ի ռազմաօրինաբերական համալիրը ավելի հզորացնելու, բայց դա ընդհանրապես թվերի լեզվով երևույթ է, իսկ առարկայական նա է, որ ինչ որ տարածք վերցրեցիր, գրավեցիր, հաղթեցիր, սա է, քարոզչականը չկա։ Ես կարծում եմ, որ Տրամփը այդպիսի մի հնարավորություն ունի եւ իդեպ որի վերաբերյալ այդ նույն Անկարայում գագաթնաժողովի ժամանակ տենց հպանցիկ բաց թողնես, խոսքս Գրենլանդիայի մասին է։ Օրինակ պատկերացրեք Գրենլանդիան ԱՄՆ վերցնում է։ Ուղղակի Դանիայի վարչապետն էլ ասաց չէ, չենք վաճառել։ Դե այդ տիկնոջ ասածը, ասենք առանձնապես ոչ տակա, ոչ սառը։ Այ որ Գրենլանդիան ինքը վերցնի նախաշեմին, օրինակ այդ նոյեմբերի նախաշեմին, սա խիստ առարկայական կլինի։ Այդտեղի բնակչությունն էլ շատ փոքրաթիվ, մի քանի տասնյակ հազար մարդ են, իրենք էլ կինքնորոշվեն, կասեն, այ ուզում ենք դառնալ ԱՄՆ-ի քաղաքացի։ Այ Գրենլանդիան ինքը խիստ առարկայական է, որովհետև Գրենլանդիան նշանակում է օգտակար հանածուներ, հատուկ մետաղներ, հսկայական տարածք, հա, ռեսուրսն է, այսինքն ռեսուրս է, հսկայական ռեսուրս
ԱՄՆ միացնում է իրեն։ Ես կարծում եմ իմ գնահատմամբ միակ գործնական քայլը, որ մինչև նոյեմբեր Տրամպը կարող է գետնի վրա ունենալ հաղթանակ, դա Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելն է։ Եթե ոչ, ապա ինչ հիմնավորումներ, քարոզչական ինչ հնարքներ պետք է օգտագործի Հանրապետական կուսակցության առաջնորդը նոյեմբերին կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Ես կարծում եմ չունի։ Կամ էլ նկարիչն է հաղթելու։ Իդեպ այնտեղ էլ է նկարիչ աշխատում, այո, եթե մեզ մոտ դա ժպիտ առաջացնում, բայց օրինակ հիշեք ընտրությունների ժամանակ որքան մահացած մարդիկ էին քվեարկել նույն ԱՄՆ-ում, չէ՞։ Դե եթե մարդ իրեն թույլ է տալիս, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ երբ որ խաղերից մեկում Միացյալ Նահանգների հարձակվող կարմիր քարտ էր ստացել զանգի FIFA-ի նախագահին, որից հետո կարմիր քարտը չեղարկեն, ապա մենք տեսնում ենք, որ այլևս որևէ կանոն չի գործում եւ ընդ որում բոլոր ոլորտներում։ Ուժի կանոնը։ Այո։ Դե ես դրա համար եմ ասում, չի բացառվում, որ եթե ինքը գործնականում առարկայապես քարոզչական առումի հաղթանակ չունեցավ, որտեղ կաշխատի այդ միջանկյալ ընտրություններում, ասենք, անձանց վրա չերևացող ձևով ճնշումները, կոմպրոմատները, նկարիչի աշխատանքը եւ այդպես շարունակ։ Որտեղ հակառակ դեպքում ԱՄՆ-ի ազգային կապիտալի եւ ազգային էլիտան կարող է գլոբալիստներին պարտվել։ Իսկ դա իրենց համար բավական ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Եվ Տրամպը կարծում եմ եւ այն էլիտան, որ այսօր Տրամպի հետ է եւ որ ներկայացուցիչը վերջինս է, իրենք հրաշալի հասկանում են այդ ամենը։